որ լորին եւ տաշիրը բավական տևական ժամանակ եղել է վերացական թագավորության մաս։ Նախկինում մեծ երեխեն, որը որ մարմնով մեծացել է, բայց իր դեմքին նույն մանկական այդ ոչինչ չասող բարի արտահայտությունն է։ Ինքը մեծացել է, բայց չի հասունացել։ Ու ինքը ուղղորդվել է ազգային ժողով, որ իր գլխում ինչ որ մտքեր դնեն, ինքը ճամարտակի ազգային ժողովում։ Նա բացարձակ պատկերացում չունի, թե ինչ բան է հայրենիքը, ինչ բան է տարածքը, ինչ բան է պետությունը, ինչ բան են սահմանները։ Վրացիք երբեք մեզ տարածքային բանով նկարտումներ մեր նկատմամբ չեն ունեցել ու երբեք չեն ասել, որ կգանք այս տարածքները կվերցնենք։ Բայց ես վստահ եմ, որ այս մարդուն պրոֆեսիոնալ ուղղորդել են նմանատիպ հիմնարագույն մտքեր տարածելու համար։ Օրինակ ինքը ես իրան հարցնում եմ, այ օրինակ եթե այն մյուսները գան ու ասեն կամ նույն հայ ժողովուրդը ելնի ու ասի մեծ հայքի տարածքը մերն է։ Հիմա մենք ունենք իրավունք ասելու, որ գոյություն ուներ ծովից ծով Հայաստան ու եկել ենք ձեզանից այդ հողերը խլելու։ Կամ մի քիչ ավելի հետեթանք։ Օրինակ եթե դինոզավրները գան ասեն, որ մենք ստեղ ֆրֆռում էինք, դու գոյություն չունեիր, հիմա քեզ պիտի համբանենք։ Ինքը այդ դեպքում ինչ է ասելու։ Ինչի համար են սրանք ուղղորդվում ազգային ժողով, ես նորից ասեցի։ Սրանց գլխում դրվում է շպարգալկա այդ տխմարագույն մտքերը տարածելու նպատակով։ Վաշինգտոնում լուծվել է հնարավոր միջանցքի հարցը։ Ինչն ենք զիջել։ Մի բան ասեք, ինչ որ Հայաստանը իր սուվերեն տարածքից զիջել է։ Ինչ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որևէ բան չի զիջել։ Հարց 2. Արդյոք կան օկուպացված տարածքներ։ Այո։ Ես նորից կրկնեմ, որ ինձ համար շատ մեծ հարց է, թե ինչի համար են օրինակ իրենք ուղղորդվում ազգային ժողով։ Այս կինը մաքսիմում կարար լիներ մատնահարդար կամ վարձահարդար, ոչ ավելին։ Ու առհասարակ ինքը իրավունք չուներ ազգային ժողովի շեմը շեմելու, ներս մտնելու, որովհետև ինքը գաղափար չունի, թե ինչ բան է սուվերենություն։ Բայց ինքը այդ բառը արտասանում է։ Ինչ բան է սուվերեն տարածք։ Սուվերեն տարածքը մեր հայրենիքն է։ Դրանց մասին այս մարդիկ առհասարակ գաղափար չունեն։ Իսկ իրանք ուղղորդվում են այդտեղ այդ բառերը արտասանելու համար մի նպատակ հետապնդելու։ Նա մի վտանգավոր արտահայտություն է անում, ասում է, որ գործող իշխանությունը երբեք Հայաստանի սուվերեն տարածքից ոչինչ չի հանձնել, բայց կան օկուպացված տարածքներ, որոնք որ էլ չեմ շարունակում։ Նրանք թշնամու կողմից վերծված ու այս իշխանության կողմից հանձնված տարածքները հիմա գտել են եզրույթ, ասում են օկուպացված։ Բայց եթե մեր թշնամին կարողանում է ձեր իշխանության օրոք տարածք օկուպացնի, բա դուք ինչի համար եք, բա հեռացեք, թող գան այնպիսիք, ովքեր որ կկարողանան պահել ամուր սահմանները, որ թշնամին չկարողանա մեր տարածքները օկուպացնի։ Դուք այս գումարման ազգային ժողովում եկել եք լուծելու մի խնդիր, որ այն ինչը որ դուք զիջելու եք հետ այսու, դուք դա անվանեք օկուպացված տարածքներ։ Վերջում որ մնա մենակ Երևանը, նրանք երևի բարի կգտնվեն, կասեն դե Երևանը ձեզ փեշքեշ, դուք ասեք Երևանն է մեր տարածքը։ 1991 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետության հռչակումից սկսած, Հայաստանի Հանրապետության տարածքը նույնն է։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնն է, մի փոքրիկ ուրեմն բանով, տարբերությամբ, որ ռազմական գործողությունների արդյունքում ինչ որ տարածքներ, իսկ մենք դա ասել ենք, նաև չափ ենք ասել, հայտնվել են Ադրբեջանի եւ մինչ օրս գտնվում եւ այն ռազմական գործողությունների եւ այսօր, այսինքն թղթի վրա լրիվ նույնն է, փոխադարձ ճանաչում։ Սա էլ նույն դիվերսանտն է, սա էլ նույն նարատիվներով առաջ է եթում, նույն հիմնարագույն գաղափարները առաջ մղելով։ Մեր հայրենիքը իրենք դարձրել են ինչ որ չափելի միավոր, սանտիմետրը ձեռներն առաջ ինչ որ թվեր են ասում, որ թե այսքան քառակուսի մետր։ Արա դուք չեք հասկանում, որ սա մեր հայրենիքն է ու մինչև այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհում բոլոր ամենահզոր պետություններն անգամ իրենց սահմանների մասին ունեն մոտավոր պատկերացում, բայց իրենց տարածքներն այնքան մեծ է, որ մի քանի հազար քառակուսի կիլոմետր այս կողմ շեղումը իրանց դա չի հետաքրքրում։ Մեր այս մի բուր հողը դուք դարձրել եք ինչ որ ձեր նորակառույց շենքում բնակարան ու ասում եք այսքան քառակուսի մետր է։ Մեր հայրենիքը, մեր պատմական հայրենիքն է, մեր Արցախն է ու արևմտյան Հայաստանն է։ Դուք ուղակի դիվերսանտներ եք, ովքեր որ եկել են սպասարկելու Թուրքի շահը, ու դուք բերանները տարել եք մի բան, մի եզրույթ, ու ասում եք օկուպացված տարածքներ, բա դու արտաքին գործերի նախարարն ես, դու չես ամաչում, դու գետինը չես մտնում, որ թշնամին քո տարածքից տարածքներ է քո հայրենիքից օկուպացրել, իսկ դու նստած կայֆի տակ լրագրողների հետ կամ չգիտեմ հարց տվողների հետ կայֆավատ ես ելնում, թե դե հիմա բանա ասում են, շատ ամոթ ձեզ, դուք անամոթ եք, ու դուք այնքան շնորհք չունեք, որ ներողություն խնդրեք ու հեռանաք, բայց այդ օրը գալու է։ Վստահեցնում եմ ձեզ, ու դուք բոլորդ այդ ձեր նշած քառակուսի մետրերի վրա պատասխան եք տալու, հիշեք սա։